Եվ Որդու և Օգնին Սրբո, ամեն։ Այսօր նշանավոր ասացվածքով մգուզեմ սկսիլ բատկամս, որ հետևյալն է։ Ան, որ չի գիտեր, և չի գիտեր, որ չի գիտեր, հիմար է, հերացիրանք է։ Ան, որ չի գիտեր, և գիտե, որ չի գիտեր, սորվող է, սորվեցուր անոր։ Ան, որ գիտե, և չի գիտեր, որ գիտե, քնացած է, արթնցուր անոր։ Իսկ ան, որ գիտե, և գիտե, որ գիտե, իմաստուն է, սորվիրանք է։ Սուրբ կյանքին մասին բոլորս լսեցինք այս անցնող օրերուն, անոր քաջության և հավատարմության մասին, անոր գրած չարչարանքներուն և դարաբանքներուն մասին, որ գավարդի Սուրբին գլխադությամբ։ Եթե ուզեի Սուրբ Գևորգը ներկայացնել գարչ դողիմը մեջ, հետևյալը պիտի ասեի իր մասին։ Հույսով լեցուն, ճշմարտության համար պայքարող, հավատարիմ անձնավորություն մնե Սուրբ Գևորգ ինձի համար։ Ինչու՞։ Որովհետև ան, որ ճշմարտությունը գիտե, ինքն է զորավորը։ Սուրբ Գևորգ շատ լավ գիտեր ճշմարտությունը և այսպես ասած աչքերը քոց գկալեր Տիրոջ ճանապարհեն առանց վարձատրություն ակնկալելու մարդոցմե։ Իրեն համար Աստուծո հաջո ըլլալը մարդոց հաջո ըլլալեն ավելի կարևոր է։ Ոչ մեկ նյութական հարստություն զինք չեր հետաքրքրեր։ Եթե նայինք իր պատմության, պիտի տեսնենք, թե թագավորը քանի անգամ կփորձե զինք հարստություններով և փառքերով խաբել, սակայն Սուրբին համար անարժեք էին թագավորին տվածները։ Իր միտքին մեջ հետևյալ դողը կար. ինչ որ դուն կուտաս, ժամանակավոր է, մինչ ինչ որ Տիրոջ մեզ կուկա, հավիտենական է։ Սուրբը հավիտենականին Քրիստոսի գփապակի հասնիլ, անոր հետ ըլլալու համար, բանը, որ մեզ մե յուրաքանչյուրին դրված է։ Սակայն, ինչպես այդ ժամանակ թագավորը կփորձեր Սուրբ Գևորգին, ներկայիսալ չարը նույնը գնե մեզի։ Սիրտը գրավելու համար աչքը կխաբե։ Օձը Եվային ինչպես խաբեց, անոր աչքին գեղեցիկ և սրտին հաճելի երևույթով մգրծավ խաբել։ Ուստի չարը միշտ մեզի հաճելի երևցող բաներով կմոտենա մեզ խաբելու և գորուստի տանելու։ Ուր է գորուստը, ինչ է գորուստը մեզի համար։ Երբ փոքր էի, մեծերս Տիրոջ վախը սորվեցնելու համար ինձի գսեին. չլա որ այսպես ընես կամ այնպես ընես, Հիսուս բաբան կփարգանա։ Ես ալ գվախնայի և չէի ուներ։ Երբեմն քաղտնաբար գնեի, բարձավես տեսնելու համար, թե Հիսուս բաբան ինչպես կփարգանա, բայց մեկը չէր փարգանար։ Հիմա, որ արդեն հասկացած եմ ինչ է Տիրոջ վախը, օրինակով մցեզի ալսեմ։ Բոլորս ալ անպայման մեր սրտին մոտիկ անցմը ունինք մեր կյանքին մեջ, չէ՞։ Բահմը երևակայեցեք, վաղվնես կսյալ, առանց այդ անցին պիտի ապրիք ձեր կյանքը։ Այլևս չկան։ Ճիշտ նույնն է Տիրոջ վախը։ Մենք որպես քրիստոնյաներ, Տիրոջ մեջ չէ որ պիտի վախնանք, կամ կվախնանք, որ պիտի փարգանա և պատժե մեզի։ Այլ մեր կյանքին մեջ Տիրոջ ներկայությունը գործընծնելեն է, որ պետք է վախնանք։ Պետրոս ինչու լացավ, երբ 3 անգամ ուրացավ Հիսուսին, հուզված էր։ Ոչ, քանի անդրադարձավ Տիրոջ բացակայության։ Սուրբ Գևորգ այնքան Քրիստոսով լեցված էր,
որ նույնիսկ այս աշխարհի լավություններն ու չարությունները, հարստություններն ու փառքերը, չարչարանքներն ու դարաբանքները հոգը չէին, ինք իր կյանքը միայն Տիրոջ համար գաբրեր։ Ինչ կուզե թողլա, ես Տիրոջս գարչած պիտի մնամ։ Ահա վասիկ ճշմարիտ քրիստոնյան։ Այս մտածումով է, որ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքը ապրի։ Դժվարություններ միշտ պիտի ըլլան, սակայն ան որ մինչև վերջ չիմանա, անիգա պիտի փրկվի գսե մեր Տերը։ Մեր մարմինը գոյության մեջ բահողը մեր սիրտն է։ Ղուգասու ավետարանը գարտացողները 3 հետևյալ դողին հանդիպեցան։ Ձեր հարստությունը ուր որ է, հոն գլա նաև ձեր սիրտը։ Այսինքն, ինչ բանի մասին որ կմտածեք, հոն ձեր սիրտն է որ գտնեք։ Նյութականը ինչ որ շոշափելի է, աշխարհին կպատկանի։ Մինչ հոգեկանը որ անշոշափելի է, այս աշխարհին չի պատկանիր։ Մեր կենտրոնացումը պիտի ըլլա երկրորդին վրա, եւ երբեք նշմարած եք, ինչքան առաջինին հանդեպ սերը ավելնա, երկրորդին սերը կբացի եւ հագարակը։ Հետևաբար մենք եւս Սուրբ Գևորգի օրինակին հետևելով մերժենք ինչ որ ժամանակավոր է հավիտենականին Քրիստոսի հետ ըլլալու։ Եվ մի մոռնանք, Սուրբ Գևորգ իր սրտի դուրը ոչ միայն բացած էր Քրիստոսի առջև, այլև իր սրտի կահին վրա Քրիստոսեն զատ ոչ մեկը կտեսնենք։ Ամբողջովին հանձնված էր Քրիստոսի։ Իսկ թագավորը իր ըրածներով ոչ մեկ բանով չի դարբերիր չարեն, սատանայեն։ Ինչպես ասկեց առաջ ըսած եմ, չարը միշտ գորուստի մութ ջամփան, սուտ լույսերով կզարդարե և կքեղեցկացնե, որ փրկության լուսավոր ջամփան անհետաքրքիր երևի մարդուս համար։ Մեկը չկա, որ իր կյանքին արժամյա նպատակ կտնե։ Թող ասիգա ըլլա, հետո բան մգնեմ։ Եվ եթե գնե, ավելի լավ պետք է մտածել։ Ինչու գսեմ ասիգա, քանի սատանան իսկ իր ռազներով հստակ նպատակ ունի։ Մարդկությունը գորուստի դանիլ։ Մենք մեր փրկության հստակ նպատակ պիտի գծենք։ Ըլլա բարեգործությամբ, ծառայությամբ, ողորմածությամբ, աղոթքով եւ այլն։ Կարևորը նպատակ պետք է տնենք։ Փրկությունը բադահմամբ չի կար։ Որևէ մեկ գործի մեջ լավ դիրքի հասնելու համար հոգնություն, աշխատանք եւ ժամանակ կպահանջվի։ Նույնն է նաև արքայության հասնելը, հոգնություն, աշխատանք եւ համբերություն կպահանջվի։ Եվ վերջապես, Սուրբ Գևորգ ինչով սպանեց վիշապը։ Քեղարդ։ Այդ քեղարդին վրա ինչ կար։ Խաչի նշանը։ Քրիստոս մեզի ամենեն զորավոր զենքը տվավ պաշտպանվելու չարեն։ Թող խաչը ըլլա բոլորիս ապավենը եւ հույսը ամեն տեսակի դժվարությանց մեջ։ Եվ վայ մեզի, եթե Տիրոջ խաչեն զատ ուրիշ բանով բարձենանք։ Վերջացնելս առաջ հետևյալը ասեմ եւ ավարտեմ։ Արիթով մեկումը հարցումները մտիկ կնեի, ուրեմն անցիմը հարցումներ կհարցնեն կյանքին մասին եւ այս անցը այնքան հետաքրքրական պատասխաններ կուտա, որ գուզեմ ցեզի հետ բաժնեցիլ հարցումները եւ պատասխանները։ Ուրեմն նախ կգարտամ հարցումը, հետո պատասխանը։ Ինչն է, որ քեզի ուրախություն կպատճառե կյանքին մեջ։ Ուրիշներուն օգնելը կպատասխանե։ Լավագույն աբաստանը, որուն կրնա թիմել մարդը, ինչ է։ Աստված։ Ինչն է ամենեն քեղեցիկ նվերը, որ մարդը կրնա դալ եւ կամ կրնա ստանալ։ Ներողամտությունը։ Ով է ամենեն վտանգավոր անձը։
Սդախոսը։ Ինչ է ամենեն քեղեցիկ բանը կյանքին մեջ։ Սերը։ Լավագույն զգացումը կյանքին մեջ։ Ներքին խաղաղությունը։ Ամենեն թյուրին բանը կյանքին մեջ։ Սխալիլը։ Մեծագույն արգելքը կյանքին մեջ։ Վախը։ Մեծագույն սխալը կյանքին մեջ։ Սկզբունքներդ ոտնագողելը։ Մեծագույն բարդությունը կյանքին մեջ։ Հուսահատությունը։ Նպատակներուդ հասնելու ամենեն արագ ճամփան։ Շիդակ ճամփան։ Ամենեն քեղեցիկ օրը կյանքին մեջ այսօր։ Թող Սուրբ Գևորգը լա մեզի համար դիբար օրինակ, անոր նայինք երբ դգար ըսկանք, անգես օրվինք երբ պետք ունինք, որբեսի հասնենք հավիտենական լույսին Քրիստոսի ամեն։